մի քանի կարևոր փաստաթուղթ կար, որին առաջին հերթին պետք է անդրադառնալ, որը շատ քննարկվում էր եւ հանրային քաղաքական շրջանակներում հրապարակման, այսպես ասած, այդ պահանջն էր ապահովում։ Առաջինը վերաբերում էր 2019-ի փաստաթղթին, այսինքն համանախագահների կողմից ներկայացված պատերազմից առաջ ներկայացված վերջին փաստաթղթին, եւ երկրորդը վերաբերում էր Սերժ Սարգսյանի 2016-ի նախագահային ուղղված նամակին, որը իշխանությունը տարբեր ժամանակահատվածներում ներկայացնում էր, որպես այսպես կոչված ինտրիգային կետ։ Իրականության մեջ ինչ ենք այստեղ ֆիքսում։ Նախ Սերժ Սարգսյանի նամակն է, որում ներկայացված է Հայաստանի դիրքորոշումը, ներկայացված է նաև Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, որը դրսևորում է տարբեր ուղղությունները, որը այդտեղ դետալացված ներկայացված է։ Այնտեղ հիմնական թեմա, որը իշխանությունը փորձում է մանիպուլացնել, վերաբերում է բալանսի պահպանմանը, ուժերի հավասարակշռության պահպանմանը, եւ ուզում եմ հիշեցնել, որ այդ նամակից հետո Հայաստանի Հանրապետությունը արտոնյալ պայմաններում երկու միջպետական վարկ է ստացել Ռուսաստանից, որը ուղղվել է կարիքներին եւ զինված ուժերի արդիականացմանը։ Ինչ վերաբերում է 2019-ին, դա մեծ առումով սկզբունքային առումով այն էր, ինչ մասին մենք ավելի վաղ խոսում էինք։ Նախ արձանագրենք, որ իշխանությունը 2019-ին ստացված փաստաթղթերը որևէ ձևով չէր հաստատում, ավելին հերքում էր դրանց գոյությունը այնքան ժամանակ, մինչև համանախագահները դրա մասին խոսեցինք։ Դրա կարևորությունը նրանում էր, որ ըստ էության իշխանությունը մերժում էր մի բան, մերժում էր մի փաստաթղթի գոյությունը, որը վերջին է եղել, որից հետո եղել են ռազմական գործողություններ։ Այդ վերջին փաստաթղթում, որը իշխանությունը ներկայացնում է որպես նախորդ իշխանությունների ժառանգություն մնացած փաստաթուղթ, ներկայացված են այն կարևորագույն դրույթները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, որոնք որոշակի միգուցե փոփոխություններով նաև եկել էին նախորդ ժամանակահատվածից, որտեղ առաջնային թեման վերաբերում էր ինքնորոշման իրավունքի իրացմանը, այդ թվում Արցախում հանրաքվեի իրականացմանը պարտադիր իրավաբանական ուժ ունեցող հանրաքվեի միջոցով, այնտեղ նշված էր հստակ Հայաստանը Արցախին կապող միջանցքի գաղափար, այնտեղ նշված էր Լեռնային Ղարաբաղի միջև նաև միջև հանրաքվեն եւ հանրաքվեից հետո միջազգային խաղաղապահ ուժերի գործունեությունն ու սահմանները, այնտեղ հստակորեն նկատելի էր Արցախում հանրաքվեի իրականացումը այն պայմաններով, որը ներկայացված էր հայկական մոտեցումներում, մասնավորապես 80 թվականի համամասնությամբ, որի պայմաններում 75% եւ ավելին կազմում էին հայեր, եւ բնականաբար այդ հանրաքվեի ելքը արդեն իսկ բավականին հստակ էր։ Այստեղ այլ հարց է առաջանում, թե հայաստանյան իշխանությունների մոտեցումը ո՞րն է եղել այս փաստաթղթի հետ կապված, որովհետեւ եթե փաստաթուղթը չեն ճանաչում որպես փաստ դրա ներկայացումը հայկական կողմին, այստեղ կարող է այսպես ասեմ լեգիտիմ հարցադրում առաջ գալ, որ կարող ենք արդյոք ենթադրել, որ Հայաստանի իշխանությունները այդ փաստաթուղթը որպես այդպեսին մերժել են, եւ ինչը հետագայում դարձել է նաեւ բանակցության գործընթացը փակուղի մտնելու եւ նաեւ ռազմական գործողությունների վերսկսում, որովհետեւ տարօրինակ է, չէ՞, որ Հայաստանի իշխանությունը մերժել է մի բան, որը գոյություն է ունեցել եւ ավելին դա այսօր արդեն հանրայնացվել է։ Սկզբնական շրջանում, եթե հիշում եք, իշխանությունը փորձում էր տարբեր օբյեկտիվ, ոչ օբյեկտիվ, սուբյեկտիվ գործոնների հղում անել, ցույց տալու համար, թե ինչի նրանք չեն հանրայնացնում։ 3 նախագահների կողմից բարձրաձայնված թեման, որ այս թեմայի հանգուցալուծումը այդ փաստաթղթերի հանրայնացումն է, հրապարակի դարձավ քաղաքական դաշտում որպես ձևավորված պահանջ, եւ այդ պահանջն է, որ այսօր բերել է նաեւ այդ փաստաթղթերի հանրայնացմանը։ Դες փաստաթղթերում չեմ տեսնում մի բան, ինչը հնարավորություն է տալիս իշխանական քարոզչամեքենային իրավիճակը զարգացնել իրենց օգտին, սա մեկ։ Եվ երկրորդը, սա կարդացող մարդիկ ինչ են արձանագրում, որ միջև Նիկոլ Փաշինյանը կա բանակցային գործընթաց, որը ժամանակի ընթացքում, տասնամյակների ընթացքում լավարկվել է,
որտեղ փաստաթղթում հստակ եկել է ոչ միայն ամրագրվել է ինքնորոշման իրավունքի սկզբունքը, այլ դրա նաև այսպես ասած դրա իրացման մեխանիզմը, պարտադիր իրավաբանական ուժ ունեցող հարաքվեի միջոցի հանգամանքը, խաղաղության ապահովումը, գործընթացում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համանախագահ երկրների դերը եւ մարդիկ տեսնում են դրանից հետո 44 օրյա պատերազմ, դրանից հետո տեսնում են բանակցային գործընթացի ապալու, նրանց հետո տեսնում են Հայաստանի իշխանությունները, որոնք 18 թվականից հետո են եկել իշխանության, ըստ էության իրենց զինանոցում ունենալով ինքնորոշման իրավունքի սկզբունքը եւ դրա իրագործման մեխանիզմը եւ իշխանություն, որը սկսեց հայտարարել Արցախը հռչակել Ադրբեջանի մաս եւ գործընթացը տարավ Արցախի հանձնման ճանապարհով։